Մեզ մխիթարում է այն, որ Աստված սուրբ է և արդար։ Սարսափելի կլիներ, եթե տիեզերքի ամենակարող կառավարիչը լիներ չար։ Աստծո բացարձակ բարությունը ևս անհանգստություն է պատճառում։ Եթե Աստված բարի է, ապա ինչպես է վարվելու նրանց հետ, ովքեր չար են։ Ինչ է անելու բարի և արդար Աստված այն մարդկանց, ովքեր եսակենտրոն են, հակված են չարին և անհնազանդ են։ Եթե ամբողջ երկրի դատավորը մեզ հետ վարվի արդարության հիմունքներով, միթե չի դատապարտի բոլորիս։ Այս հարցերը տանում են մեզ կրոնական և փիլիսոփայական ամենամեծ երկընտրանքին, ինչպես կարող է արդար Աստված ներել նրանց, ովքեր պետք է արդարացիորեն դատապարտվեն։ Ինչպես կարող է Սուրբ Աստված ընկերանալ նրանց հետ, ովքեր չար են։ Անզգամին արդարացնողը զզվելի է Տիրոջը, Առակաց 17:15։ Այդ դեպքում ինչպես կարող է Աստված արդարացնել մեզ պես մեղավորներին և շարունակել մնալ արդար։ Հռոմեացի 3:26։ Աստծո պատասխանը մեր երկընտրանքին։ Եթե Աստված վարվի իր արդարության համեմատ, ապա մեղավորը պետք է դատապարտված լինի։ Եթե Աստված ների մեղավորին, ապա փոխզիջման կենթարկի իր արդարությունը։ Բոլոր երկընտրանքներից մեծագույն պատասխանը կարելի է գտնել միայն Ավետարանում։ Իր արդարությամբ Աստված դատապարտեց մարդկությանը և պահանջեց իր դեմ գործած մեր հանցանքների ամբողջական հատուցումը։ Իր սիրով Աստված կրեց մարդկության մեղքերը, տարավ այն պատիժը, որին մենք էինք արժանի, և մահացավ մեր փոխարեն։ Այն Աստված, ում արդարությունը պահանջում էր մեր մեղքերի հատուցումը, զոհաբերեց իրեն մեր փոխարեն, տալով այդ իսկ հատուցումը։ Ահա թե ինչն է Ավետարանը դարձնում իրական բարի լուր։ Հիսուս Քրիստոսը մեր փոխանորդը։ Ըստ Աստվածաշնչի մեր հանդեպ Հոր սերը դրդեց նրան, որ իր որդուն զոհի մեր մեղքերի համար, իսկ որդին մեր հանդեպ սիրուց դրդված ինքնակամ զոհաբերեց իրեն մեզ համար, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես 3:16։ Նա, ով չի սիրում, Աստծուն չի ճանաչել, որովհետև Աստված սեր է։ Սրանով Աստծո սերը երևաց մեզանում, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ և ուղարկեց իր որդուն քավություն մեր մեղքերի համար։ Հովհաննես 4:8-10։ Հիսուսն ասաց Հովհաննես 15:13. Ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամի համար։